Օրհնակարգի նահատակները։ Խորեն Առաջին Մուրադբեկյան, ամենայն հայոց կաթողիկոս, սպանվել է 1938 թվականին, ապրիլի 6-ին, պետանվտանգության գործակալների կողմից, Վեհարանում։ Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյան, Մայրաթոռի դիվանապետ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ձերբակալվել է 1938 թվականի փետրվարի 6-ին, մեղադրվել է որպես հակահեղափոխական և գնդակահարվել, իսկ անձնական գույքը բռնագրավվել է, արդարացվել է 1958 թվականի օգոստոսի 2-ին, հանցանքն ապացուցված չլինելու հիմքով։ Արտակ եպիսկոպոս Սմբատյանց, ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչը Երևանում, ձերբակալվել է 1937 թվականին, Երևանի առաջնորդարանում, մեղադրվել է որպես հակահեղափոխական և գնդակահարվել է սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը։ Եպիսկոպոսի ձերբակալման թույլտվության օրդերը կնքել է կոմիսար Մուղդուսին։ Արտակ Սրբազանն արդարացվել է 1955 թվականի նոյեմբերի 5-ին։ Իսահակ եպիսկոպոս Տեր Միքայելյան, Շիրակի թեմի առաջնորդ, ձերբակալվել է 1937 թվականին, հակահեղափոխական, ազգայնամոլական ագիտացիայի մեղադրանքով դատապարտվել է 5 տարվա աքսորի։ Աքսորավայրում տանջամահ է եղել 1938 թվականին, արդարացվել է 1991 թվականի սեպտեմբերին։ Թադևոս եպիսկոպոս Հարությունյան, Մայր Աթոռի միաբան, ձերբակալվել է 1936 թվականին, մեղադրվել է հակահեղափոխական հայացքների համար և գնդակահարվել 1937 թվականի դեկտեմբերի 6-ի գիշերը, արդարացվել է 1989 թվականին։ Երանելի անուններ հայ եկեղեցու տոնացություն, նրանց նահատակությունը հիշատակվում է ամեն տարի Սուրբ Պատարագին, 148 բռնադատված հայ հոգևորականների հետ միասին։